Ի պատասխան այն հարցին, թե ինչով է հիմնավորված կառավարության աշխատակազմին պարգևատրվելու համար 3 միլիարդ դրամի տրամադրումը, երբ մեր թոշակառուների թոշակը մինչև նվազագույն սպառողական զամբյուղ բարձրացնելու մասին ձեր խոստումը չի կատարվել, օրվա իշխանության ղեկավարը պատասխանում է. ճիշտ ենք արել, թալանվածը հետ ենք բերել ու նրա 0.0001%-ը տվել ենք պարգևավճարի։ Թիվը հնչեցրեց գնաց։ Չի էլ մտածում, որ այդ թվի տակ իմաստ կա, արժեք կա, հարցեր կան։ Եթե ինքը չի հասկանում, իրեն թվում է, թե հանրությունն էլ չի հասկանում, թոշակառուներն էլ։ Լավ, ինքը չի հասկանում, բան նրա կողքը թվերից հասկացող մեկը չկար, որ հաշվեր, թե 3 միլիարդը այդ որ թվի 0.0001%-ն է։ Հաշվելու համար ասեմ, 3 միլիարդը բազմապատկեք 16 աստիճանով, այսինքն միլիարդի կողքը 6 0 դրեք ու բաժանեք 400-ի, եւ կստանաք, թե հազարավոր տրիլիոններ։ Այսինքն դուք հայտարարում եք, որ թալանվածից հետ եք բերել հազարավոր տրիլիոններ դրամ, պատկերացնում եք, թե քանի միլիարդ դոլարից եք խոսում։ Բայց այդ դեպքում ինչու եք արտաքին պարտքը այդքան հետ բերածից պատիկներով ավելի մեծ չափով ավելացրել։ Բայց այդ բերածը բյուջեում ինչու չի երևում։ Եթե կա որ տողերում է, թվերից հասկացող որևէ մեկը կբացատրի ինչ է կատարվում, այդ թվում նաև 4 միլիարդին 5 միլիարդ գումարողը։ Այնուհետև ՆՓ-ն հայտարարում է, թե իրենք ճիշտ են արել, որ 8-ից 10 միլիոն պարգևավճար են տվել, որովհետև երկրին պետք են անարատ նախարարներ, անարատ ՔՊԱ-կաններ։ Փաստորեն 7 տարի առաջին դասարանում մնալուց ու տգիտությունից դեպի անարատություն նախարարների ճանապարհը անցնում է 8-ից 10 միլիոն պարգևավճարով, հրաշալի տրամաբանություն։